Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Հարգելի հայրենակիցներ, իսկապես քննարկվում է չափազանց կարևոր հարց Հայաստանի Հանրապետությունում կիբեռանվտանգության վերաբերող օրենսդրական կարգավորումների փաթեթ, որը այս պահին գոնե ներկայացված կարգավորումների շրջանակում թեև կենտրոնացված է հանրային տեղեկատվական համակարգերի կարգավորմանը, բայց ինքը հեռանկարում պետք է նաև վերածվի մասնավոր հատվածի և անձնական տվյալների պաշտպանության լիարժեք համակարգ ձևավորելուն։ Սա այս առումով սկզբունքային նշանակության հարց է և լավ է, որ հարցը զեկուցում է գործող վտանախարարը, իսկ նախագահում նիստը նախկին նախարարը, այդ նշանակում է այս միջավայրում նաև կարևոր է, որպեսզի բոլոր հնարավոր հարցադրումները, նաև իրար հակադրվող հարցադրումները առավել արդյունավետ քննարկվեն։ Հանձնաժողովի նիստում քննարկումը, որ տեղի էր ունեցել, մի քանի հարցեր բարձրաձայնվեցին, պարոն Հայրապետյանը տվեց որոշ պարզաբանումներ, այստեղ նույնպես հրապարակային խոստում հնչեց, որ առաջարկը կապված տեղեկատվական համակարգի կարգավորման մարմնի հանձնաժողովի կազմավորման վերաբերյալ, որպես ինքնավար մարմին, Սահմանադրության պահանջների համաձայն քննարկման է ենթակա նաև ընդդիմության և իշխանության թեկնածուներ առաջադրելու հավասար հնարավորության հարցը, սա կարևոր է ինչու, որպեսզի համակարգը ինքը նաև բալանսավորված ձևով կարողանա զերծ լինի ըստ էության քաղաքական ազդեցություններից կամ առնվազն գոնե հավասարակշռի, եթե այդպիսի ազդեցություններ կան կամ կլինեն։ Սկզբունքային հարց է սա, պարոն Հայրապետյան, և դրանով էր պայմանավորված, որ փորձում ենք հետևողականորեն այս գաղափարը առաջ տանել։ Բայց տեսեք, համակարգային առումով մի քանի հարցադրումներ կան։ Առաջինը վերաբերում է, ինչպես նշվեց երեկ այսօր էլ Տիկին Մինասյանն էլ անդրադարձավ այս հարցին, կարգավորման մի շարք պարամետրեր, պահանջներ անվտանգության վերաբերող, կիբեռանվտանգությանը վերաբերող, հավասարաչափ կիրառելի են բոլոր հատվածներում, կլինի մասնավոր, կլինի պետական կառավարման համակարգ, տեղական ինքնակառավարման համակարգ, սակայն կիբեռանվտանգության մասին օրենքում բացառություն է սահմանված այն առումով, որ այս օրենքների կարգավորումները առհասարակ չտարածվեն ազգային անվտանգության, պաշտպանության, ներքին գործերի և այլ ոլորտներում, որը մեր կարծիքով ճիշտ չէ։ Սա պետք է տարածվի և եթե կա այնտեղով նախատեսված այլ առանձնահատկություններ, շատ ավելի խիստ, այո, պետք է այդ խիստն էլ կիրառվի, բայց չենք կարող մենք մասնավոր հատվածի համար սահմանել մի խաղի կանոն, նվազագույն ստանդարտ ու ասենք, որ պետական մարմինները այդ նվազագույն ստանդարտը անգամ կարան չպահեն, դա ճիշտ չի, առնվազն գոնե այդ ստանդարտը պիտի պահեն, դրանից ավելին միանշանակ։ Հետևաբար, թե ձևակերպման և թե իրավակիրառ պրակտիկայում այստեղ վերանայման անհրաժեշտություն կա և առաջարկությունը անպայման կներկայացնեմ։ Երկրորդ հարցը վերաբերում է ծառայություն մատուցող սուբյեկտին ներկայացվող պահանջներին։ Ծառայություն մատուցողը ըստ այս օրենքի ցանկացած կազմակերպություն, կլինի պետական կամ մասնավոր, որը տվյալների համակարգ է կառավարում, տեղեկատվական համակարգը իր կառավարման ներքո է, և նրա նկատմամբ ներկայացվող պահանջները որքան էլ արդարացի, սակայն պրակտիկ տեսակետից պահանջում է հսկայածավալ ներդրում թե մասնագիտական, թե նյութական, և այդ առումով սկզբունքային նշանակություն ունի օրենքի ներդրման փուլայնության հարցը։ Մենք չենք կարող այս պահանջը միանգամից դնել, պահանջել և այդ պահանջի ներքո պարզապես իրավաբանական անձի ինքը կամ անհատ ձեռնարկատերերը չկարողանան ուղղակի այս բեռի տակից դուրս գան։ Այստեղ էր, որ հարցադրումը Տիկին Գյուլիանի որ կա աջակցության մեխանիզմ, հնարավորություն,
ծրագրային ապահովումից սկսած ավարտված, չգիտեմ, վերապատրաստումների աջակցությամբ կամ նյութական աջակցությամբ եւ այլն։ Սրան էր ավելի շատ ուղղված հարցադրումը եւ կարծում եմ, որ այս հարցադրումը կարիք ունի հավելյալ բարձաբանման։ Եվ նաեւ ներդրման տեսակետից փուլայնություն այնպես սահմանել, որ ունակություն, կարողություն ունեցող սուբյեկտներից գալ դեպի ավելի թույլ կարողություններ ունեցող սուբյեկտներ, այլ ոչ թե միանգամից բոլորին եւ ամբողջությամբ։ Մյուս կարևոր խնդիրը վերաբերում է կիրառվող միջազգային ստանդարտներին։ Ճիշտն ասած, այստեղ են մի քանի անհասկանալի բաներ, կասենք օրինակ միջազգային ստանդարտները հայտնի են, արդյոք դա ինքնավար մարմինը չէ, որ պիտի ցանկը սահմանի։ Այնպես չի, որ պարոն Հայրապետյան, եթե ես ինչ-որ մի սխալ բան ասած լինեմ, հաստատ պատրաստ եմ դա հրապարակային ընդունելու։ Բայց միևնույն է 24 ամսյայի մեխանիզմի ներդրման, երբ որ նայում ենք մյուս համակարգերի ներդրման ժամկետները, էլի հանգում ենք մենք ներդրման տեսակետից որոշակի խնդրի։ Ես առաջարկում եմ, որպեսզի սա եւս մեկ անգամ դիտարկվի ուսումնասիրության ենթարկվի։ Մեկ այլ կարևոր հարց վերաբերում է հանրային տեղեկությունների մասին օրենքին։ Այստեղ տեսեք, մենք շատ հաճախ հանդիպում ենք քաղաքացիների անձնական տվյալների չհիմնավորված տեսքով կամ հրապարակմանը կամ չհիմնավորված տեսքով քաղաքացու պահանջի հիման վրա տեղեկություն չտրամադրելու։ Այսինքն երկուսն էլ հավասարաչափ այսօր խախտում են մարդու իրավունքները։ Ու մենք այսօր ցավոք սրտի այս մասով չենք կարողացել արդյունավետ մեխանիզմ գտնել։ Հիմա թեև հանրային տեղեկությունը այս դեպքում օրինակ վերաբերում է բացառապես պետական մարմիններում կամ տեղական ինքնակառավարման մարմիններում իրենց լիազորությունների շրջանակում հավաքագրված տեղեկությանը, բայց օրինակ անցանկալի անձանց վերաբերյալ տեղեկություններ։ Ըստ գործող այսօրվա օրենքի, այս տեղեկությունները չեն կարող հայտնվել տեղեկությունները չմշակող կամ համապատասխան լիազորություն չունեցող անձանց մոտ։ Բայց բանից պարզվում է, որ այսօր հայտնվում են։ Օրինակ, վարչապետի աշխատակազմի մոտ հայտնվում է անցանկալի անձի վերաբերյալ տեղեկություն, որը օրենքով իրավունք չունի հայտնվել այնտեղ։ Օրենքն է արգելում։ Եվ երբ որ հարցում ես, ասում ես ո՞նց, բա ինչ ձևով պիտի պաշտպանվի, պատասխան չկա։ Ուղղակի չկա։ Բոլոր գերատեսչությունները, որոնց համար հասանելի է անցանկալի անձանց տեղեկատվության բազան, բոլորը հերքում են, որ իրենք չեն տվել դա։ Բա որ չեն տվել, ո՞րդուց հայտնվեց դա։ Եվ եթե չեն տվել ու հայտնվել է, ով է պատասխանատվությունը կրում։ Այս տիպի հարցերը, այս օրենսդրական կարգավորման մեջ այս մակարդակում ցավոք լուծված չէ։ Ամենայն հավանականությամբ պետք է օրենսդրական փաթեթը համալրվի նոր օրենքով կամ առնվազն այդ օրենքում էլ լրացումներ կատարվի, քրեական եւ վարչական օրենսգրքերում համապատասխան փոփոխություններ կախված տեղեկատվության անվտանգության մակարդակից, դրան համապատասխան պատասխանատվության միջոց կիրառելու առումով։ Եվ թեև պարոն Թունյանը ասում է, որ այս փաթեթը կապ չունի այն հարցի հետ, որ Գեգամ Մանուկյանը բարձրացրեց, իրականում կիբերանվտանգության համակարգի հետ կապ ունի։ Եվ կիբերանվտանգության, այո, համակարգը սա որպես կենտրոնական, որպես ուղղորդող, ուղենիշային ուղղություն, որպես պետություն, պետական քաղաքականություն ինքը չափազանց սկզբունքային ու կարևոր է, բայց ինքը չի կարող անտեսի այդ մնացած հարցերը։ Եթե անձի վերաբերյալ տեղեկատվությունը պաշտպանված չէ, այն պաշտպանված չէ նաև պետական մարմինների կողմից հնարավոր ոտնձգություններից։ Եթե կարող է մասնավոր հատվածում որևէ կերպ անձի վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի լինի, բնականաբար այդ տեղեկատվության հասանելիությունը օգտագործվում է նաև քաղաքական նպատակներով։ Ու պատահական չէ բերված օրինակը։ Եվ այսպես շարունակ, ու վերջին դիտարկումը վերաբերում է տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի մասին արդեն օրենքին,
Տեսեք, այստեղ թեև պահանջները սահմանված են, թե ով կարող է լինել հանձնաժողովի անդամ, բայց իմ կարծիքով երկրորդ մասում մի քիչ անորոշությունը շատ է, պարոն Հայրապետյան։ Երկրորդ մասում նախատեսում է, որ պետք է ոլորտի վերաբերյալ հանձնաժողովի անդամ կարող են լինել անձինք, ովքեր ունեն կիբեռանվտանգության, տվյալների մշակման, պաշտպանության, օգտագործման կամ հեռահաղորդակցության, էլեկտրոնային հաղորդակցության ոլորտների օրենսդրության վերաբերյալ գիտելիքներ, որոնք կարող են հաստատվել գործատուի կողմից տրված աշխատանքային փորձի կամ կատարված աշխատանքի նկարագրության վերաբերյալ կամ այլ տեղեկատվությամբ։ Սա իմ կարծիքով չափազանց անորոշ ձևակերպում է, այն առումով, որ վերջերս չափանիշ է, չափորոշիչ է, հետո պիտի պարլամենտում գնահատվի, չէ՞։ Պատգամավորները պիտի քվեարկեն։ Ինչպես պիտի քվեարկեն, ով որ պատգամավորի ականջին փսփսացել է, որ այսի լավ մասնագետ է, դրանով քվեարկեն։ Կամ այս պահանջը պիտի հանել, կամ եթե կա համապատասխան, ուրեմն կրթական ծրագիր, ասել, որ օրինակ այդ սերտիֆիկացված կրթական ծրագրով անցածն է այդ մարդը։ Այսինքն մի քիչ ավելի կոնկրետացում, որպեսզի հետագայում կիրառել լինի։ Այս պայդրությամբ նախագծերի փաթեթը մենք մեր խմբակցությունը քվեարկելու է ձեռնպահ, ակնկալելով, որ առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում նաև մեր կողմից բարձրացված հարցերի լուծումներ կտրվի, եւ եթե տրվի, այն ինչ որ մենք ենք նաև առաջարկում, փոխենք մեր քվեարկությունը դեպի կողմ։